Շերն են պատկերացնում, որ Հայաստանի Հանրապետությունում եւս միջազգային պաշտպանություն փնտրողներ կան, մինչդեռ այդպիսի հարյուրավորները կան, եւ այսօր հերթական ապաստան հայցողի հարցազրույցն է, պետք է բացահայտենք նրա կյանքի պատմությունը, դրդապատճառները, ինչու հայտնվեց Հայաստանում, ինչպիսի վտանգ է նրա կյանքին սպառնում եւ արդյոք առկա են հիմքեր միջազգային պաշտպանություն, նույնն է թե փախստականի կարգավիճակ նրան հատկացնելու համար։ Եկեք բարձրաբանենք թերթիկը նոր տանք ստորագրելու, լավ։ Եթե ապաստան հայցողը ուրեմն հարցազրույցի ընթացքում որևէ կեղծ տվյալ մեզ հայտնի, այդ տվյալի հիման վրա է որոշում կայացնելու խնդրում եմ նկատի ունեցեք։ Պետք է ձեզ խնդրենք նաև ստորագրել թարգմանչի կանոնները։ Դուք այսօր ներկայացել եք առանց փաստաբանի, խնդրում եմ նաև հավաստեք, որ պատրաստ եք հարցազրույցը ամբողջությամբ անցկացնելու առանց փաստաբանի։ Երբ որ որևէ տեսակի ծանոթում եք ստանում, անպայման արձագանքեք, որովհետև չարձագանքելու պարագայում մենք կհամարենք, որ դուք չեք համագործակցում միգրացիա եւ քաղաքացիության ծառայության հետ եւ կդադարեցնենք հայցի քննությունը։ Այժմ մոտենում ենք ապաստան հայցողների համար նախատեսված հատուկ կացարան, պետությունը ապահովում է նրանց կեցությունը ապաստանի հայցի քննման ողջ ընթացքում եւ այդ թվում նաեւ սնունդ է տրամադրում, այսօր սնունդ բաժանելու օրն է։ Մեր գործը մարդկանց մասին է եւ միգրացիոն գործընթացները որպես կանոն ճակատագրերի մասին են, մարդկային պատմությունների մասին են։ Դա շատ լավ երևում է մեր հատուկ կացարանում։ Այստեղ կարող եք ստորագրել։ Չէ, այստեղ։ Հայերեն հասկանում ես։ Ապես։ Քույրիկ ունես։ Եղբայր, աղբեր։ Դուք ստորագրեք։ Արի պստո։ Դպրոց գնում։ Առաջին դասարը։ Բարև ձեզ։ Համեցեք, նստեք, լավ եք։ Պարոն Արզումանյան, արտոնությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացու համար նախատեսված ամբողջ իրավունքների փաթեթն է ամբողջությամբ։ Հիմա ես ձեր հեռախոսի համարն եմ գրելու, որպեսզի ձեզ զանգենք, բացատրենք ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ դիմելու համար, լավ, եւ էլեկտրոնային եք դիմելու։ Երևան գալու կարիք չի լինելու, անձնագրային մոտենալու կարիք չի լինելու։ Սահմանահատման պլաններ չունեք, բայց քանի որ շրջիկը մոտեցել է, ահա, շատ լավ, խնդրեմ այստեղ ստորագրեք։ Այս կողքն էլ ստորագրեք, որ ձեր տղայի անձնագիրն էլ ձեզ տա։ Այսպես հարմար է, որ մենք ենք մոտենում։ Շատ, ինձ որ շատ հարմար էր։ Մեքենայի մեջ գտնվելով շփվեցի քաղաքացիների հետ եւ ուղղակիորեն արձանագրեցի դիցուկ, որ անձը դեռ երկար տարիներ չէր գնա անձնագիրը փոխելու, եթե այդ հնարավորությունը չլիներ։ Երկու լուսանկար ենք վերցնում։ Երբ մենք օպտիմալացրեցինք մեր տարածքային գրասենյակների թիվը, կարծեցինք, թե այս բացը պետք է լրացնենք շրջիկ ծառայությունների ձևաչափով, արդեն 2 տարի եւ ավելի այս ծառայությունը գործարկել ենք եւ արդյունքները ցույց են տալիս, որ հետաքրքրություն կա։ Բարև ձեզ։ Կարելի է։ Տիկին Ռոզա վատառող չեք։ Ուրեմն հաջորդ շաբաթ նույն օրը, ուրբաթ օրը, նորից այս շրջիկի մեքենան տեղակայվելու է համայնքապետարանի մոտ, այս լիազորագրով կմոտենա ձեր աղջիկը եւ կստանա ձեր անձնագիրը, լավ։ Մենք այժմ գտնվում ենք կենտրոնացված տպագրության բաժնում եւ հերթական անձնագիրը պետք է տպենք։ Էկրանին ես տեսնում եմ ընդունված դիմումները, այսօրվա խմբականակը, որոնք արդեն մուտքագրվել են համակարգ։ Այստեղ հայտնի ում կողմից է տրված կոդն է 099, ինչը նշանակում է, որ դիմումը ընդունվել է հենց մեր գլխամասային գրասենյակում։ Արդեն կարող ենք սկսել տպագրությունը առաջին անձնագրի։ Ձեռքով ստուգում ենք նաեւ բլանկի ամբողջականությունը, որ
թերություններ չունենա, արդեն կարող ենք տպագրությունը սկսել։ Անձնագիրը պատրաստ է, մնացած խմբաքանակի հետ հիմա գնում է լամինացման։ Սա այն փուլն է, որը հաջորդում է տվյալների տպագրությանը։ Իհարկե, նոր տեխնոլոգիաները մեզ այլևս թույլ են տալու շրջանցել այս փուլը եւ տպագրությունը ամբողջությամբ մեկ սարքի կողմից է իրականացվելու առաջիկայում, բայց քանի դեռ օգտագործում ենք հին ենթակառուցվածքը, այս փուլն անխուսափելի է եւ շատ կարեւոր։ Վերջում անձնագիրը եւս մեկ անգամ բոլոր էջերով հատ-հատ անցնում է որակի ստուգման փուլ, հետո նոր առաքվում է այն բաժին, որտեղից որ արդեն քաղաքացին մոտենալու է եւ ստանալու է։ Այժմ արդեն կենտրոնացված տպագրության բաժնից տպագրված պատրաստի անձնագրերը գալիս են այս բաժին, որտեղ որ կատարվում է փաստաթղթերի ծրարավորումը եւ ըստ կատեգորիաների, ըստ մեր տարածքային ստորաբաժանումների դրանք փաթեթավորվում են եւ ուղարկվելու են իրենց հասցեատերերին։ Ծրարը պատշաճ փաթեթավորված է եւ այն այլևս պատրաստ է առաքման։ Ըստ էության ավարտեցինք այս ողջ ճանապարհը, որի միջոցով պատրաստվում է անձնագիրը դիմումից մինչև տպագրություն, այլևս խմբաքանակները փաթեթավորված են եւ մենք այս շենքում մեր գլխամասային գրասենյակում անձնագրերը հանձնում ենք բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Իսկապես հետաքրքիր նախաձեռնություններ եւ շատ բարձր եմ գնահատում այս փորձառությունը, որը ինձ հնարավորություն տվեց լինել տարբեր աշխատակիցների դերում եւ իրականացնել տարբեր գործառույթներ, որոնք բոլորը միաժամանակ միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տիրույթում են։ Եվ այստեղ արձանագրեցի, որ կարեւոր է պատկերացնել մի եռանկյունի, այն է գերատեսչության ղեկավարի դերը, աշխատակցի դերը եւ քաղաքացու դերը։ Եվ կարծում եմ, իմ վկայակոչած եռանկյունին ամենաառողջ եւ արդյունավետ տարբերակով կենսունակ է, եթե գործատուն պատկերացնում է աշխատակցի դերը, աշխատակիցը պատկերացնում է կայացված որոշման հիմքում դրված փաստական հանգամանքները, քաղաքացին օգտվում է եւ եկեք ասենք վայելում է վերջնարդյունքը։